Մեր տաղավարում մենք արդեն հյուր ունենք Մայր Հայաստան կուսակցության վարչության անդամ քաղաքագետ Ստեփան Դանելյանը, ողջույն պարոն Դանելյան, շնորհակալություն, որ առաջին անգամ հյուր ընկալվել եք մեր տաղավարում, առաջին անգամը լինի, վերջին անգամը չլինի։ Պարոն Դանելյան, այսօր մենք խոսում էինք հանրային համերաշխության պահանջից եւ Նիկոլ Փաշինյանի այս սադրանքներից։ Իրականում ինչ նպատակ է հետապնդում Նիկոլ Փաշինյանը այսպիսի սադրանքներով իրավիճակը այսպես լարելով։ Ու հավելում էլ ինչի անգել դռնեդուր ընտրություններից 2-3 ամիս առաջ։ Ոչ միայն ինքն է դռնեդուր ընկել, այլ նաեւ շատ շրջաններում, գյուղերում կպականները դուր առ դուր մտնում են մարդկանց հետ փորձում են զրուցել, քարոզել, բայց որպես կանոն իրենց բավականին զուսպ են ընդունում եւ գնալով իր ընտրազանգվածը քչանում է։ Հիմա եթե գանք հանդուրժողականությանը, ինչի ենք մենք հիմա խոսում հանդուրժողականության մասին, որովհետեւ հանդուրժողության մեջ կա անհանդուրժողականություն եւ փոխադարձ ատելություն եւ այդ ատելությունը որը իրականում հրահրել է հենց Նիկոլ Փաշինյանը, այսինքն ինչ ցանել է, հիմա նա էլ հնձում է։ Եկեք օբյեկտիվ լինենք, ես կարծում եմ դրա սաղմերը կային դեռևս միջև այդ ազնվորության քաղաքական դաշտ մտնելը, սա 90-ական թվականների ժառանգությունն է։ 90-ական թվականներին սովետական միությունը սոցիալական երկիր էր, լավ կամ վատ, բայց կար որոշակի հավասարություն, սոցիալական ծրագրեր, անվճար կրթություն, բժշկություն եւ այլն, այս սոցիալական երկիր էր եւ գործարաններում կային մարդիկ, որոնք աշխատում էին, կոլխոզներ, սովխոզներ եւ այլն։ 90-ական թվականից ամեն ինչը ջարդվեց եւ այդ մարդիկ դառան ըստ էության լումպեններ, սա վիրավորելու համար չեմ ասում, գործազուրկներ, մարդիկ, որոնք ինժեներներ են, բանվորներ են եւ այլն, իրենց տեղը ունեին, իրենց դիրք ունեին, որոշակի։ Եվ երբ որ սկսեց վայրի կապիտալիզմը, այդ մտավ այդ խնդիրը, պետությունը դեմքով շրջվեց այդ մարդկանց նկատմամբ։ Եվ եթե հիշում եք 90-ական թվականներից սկսած, ընդդիմությունը միշտ այդ լարի վրա խաղում էր։ Չէ՞, ժամանակ էլ կար Նիկոլ Փաշինյան, որը իշխանության չեկավ, Արշակ Սադոյան եւ այլն, որոնք խոսում էին Թալանի մասի եւ այլն։ Դասակարգային ատելությունը գլուխ բարձրացրեց։ Այդ ոչ դասակարգային, այլ դասակարգը կորցրած մարդիկ։ Նեղվածությունը։ Փողոցում եւ իրոք ինչ որ առումով իրոք անարդարություններ էր տևում, որովհետեւ մարդիկ են գալիս կրիմինալ դաշտից եւ այլն անօրինական եղանակով այդ գործարանները փլուզում էին, թալանում էին եւ այլն, եւ իրենք տեսնում են իրենց տարիներով աշխատած գործարանները մետալալումից վաճառում էին Իրան եւ այլն։ Այդ ժամանակ ընդդիմությունը փորձում էր դրա վրա խաղալ եւ ամեն անգամ հիմնական երկու կարգախոս կար։ Երկիրը կործանվում է ու ժամանակ չկա։ Եկեք շուշ փոխենք, ու 96 թվականին 2008 թվականի այդ ընդվզումները անդադ լինում էր։ Եվ այդ դաշտը, պարարտ դաշտը, այդ դժգոհության եւ այլ կար։ Եվ հայտնվեց այդ անձնավորությունը, որը այսօր վարչապետ է, որը փայլուն խաղաց այդ դաշտի վրա եւ սկսեց սրել այդ ատելության մթնոլորտը։ Նիկոլ Փաշինյանը դա ինչա տալիս, երբ որ հասարակության մեջ սրվում են նման հակասությունները, ներընտանեկան, ներազգային, առաջ չկար այդքան շատ, որ ազգերը բարեկամներ իրար հետ չխոսեին, ասենք մեկի նիկոլական լինելու պատճառով, էլի։ Դերենիկ, նայ, ես ինչ եմ ասում, ես ուզում եմ ասեմ, պարարտ հողը կար։ Հիմա հարցը այդ պարարտ հողը ով կարող է լավ օգտագործել։ Այս անձնավորությունը իր բնույթով, հոգեբանական տեսակով եւ այլն ինքը կոնֆլիկտային կերպար է եւ ինքը պարակտիչ է։ Ինքը պարակտիչ եղել է, ովքեր են աշխատել են իշխերտում եւ այլն, գիտեն, այդ մարդը պարակտիչ է իր էությամբ։ Եւ այդ ինքը այդ դաշտը մտավ 2008 թվականին, չէ, հիշում եք իր ելույթները, որ սիրտս փառավորվում է, երբ որ Մարտի 1-ին ոստիկանական մեքենաներ են այրվում, Ղարաբաղցիները եսիմ ինչ եւ այդ ատելության մթնոլորտը ինքը սա առաջի փորձն էր ձեռք բերում, ինչպես ներազդել զանգվածի վրա, իսկ զանգվածի վրա դու կարաս ներազդես, երբ որ դու թշնամի ես ցույց տալի։ Դա դեռևս են Լեբոն, Ֆրեյդ եւ այլն իրանք դա օգտագործում են, դա ժամանակին օգտագործում էր նաեւ Մուսոլինին, Հիտլերը եւ այլն, այսինքն ռետորը, որը կարողանում է պրիմիտիվ ձևով խոսալ ու ցույց տալ թշնամին
Եթե դու թշնամուն ցույց չես տալի, դու չես կարող պարալիզացնես եւ քո հետևից տանես այդ զանգվածին։ Եվ հենց մարտի 1-ին ես էլ այն ժամանակ ուղղակի այնտեղ էի, չէ՞, հասկանալու համար ինչ է կատարվում, միջև այդ կրակոցները եւ այլն, ես զարմացել եմ, ուրեմն այնտեղ բավականին շատ մարդիկ որ երկաթի լոմերով քարեր են ջարդում, արմատուրաներ են վերցնում եւ այլ, ու սա ինչ որ զանգված էր, ու դա քաղաքի զանգված չէր արդեն, դա բերված զանգված էր, եւ զգում եմ, որ այստեղ արյան հոտ է գալի, եւ այդ արյան հոտը պետք է մեկ այդ բեմում դուրս գալ, եւ այդ արյան կոչ անել, եւ այս անձնավորությունը առաջի դպրոց անցավ մարտի 1-ին նման կոչերի միջոցով։ Ես առաջարկում եմ, որպեսզի մենք վերհիշենք այդ կադրերը եւ թե ինչ ատելության քարոզ էր տանում Նիկոլ Փաշինյանը, ինչ հակաօրինական կոչերով էր հանդես գալիս 2008 թվականի մարտի 1-ին, այնուհետև կշարունակենք մեր զրույցը։ Նիկոլ Փաշինյանը 2008 թվականի մարտի 1-ի գլխավոր դերակատարներից էր։ Տղեկ, չեք պատկերացնի հոգիս ոնց էր փառավորվել, երբ որ իմացա, որ ոստիկանների ձեռից վահաններ ու մահակներ եք։ Լիքը հարավոր։ Այդ նա էր կոչանում հավաքվել, զինվել ու մեր քաղաքն ազատագրել Ղարաբաղցի տականքներից։ Հավաքում ենք ինչքան հնարավոր է շատ մարդ։ Ստեղծել պաշտպանական դիրքեր։ Քար կլինի, չգիտեմ, աղբաման կլինի, ոչինչ, նստարաններն էլ չի խանգարել։ Մենք մեր քաղաքը պետք է ազատագրենք Ղարաբաղցի տականքներից։ Տնաները արտոնի կերպով այդ ոստիկան կոչվածին հանեցին եւ ինչ-որ ճիշտ է, դա ճիշտ են ասում, դա ոստիկան չեն, դա սրիկա է եղել, եւ սրիկային ինչ-որ հասնում են արել են այս տղաները, ու ճիշտ են։ Փողոցային գրոհով իշխանությունը վերցնել չհաջողվեց եւ Նիկոլը ծլկեց դեպքի վայրից։ Խնդիր ունեի բնականաբար այնպես անել, որ ինչ չձերբակալեմ փոքրիկ միջանցքով, որի գոյության մասին շատերը չգիտեն, ովքեր չեն օգտագործել այս միջանցքը, չգիտեն։ Այս ավտոտնակները այն ժամանակ դարպաս բան չուներ, սա կիսակառույց շենք։ Վազեցի պատասպարվեցի դրատան գարաժ։ Պատասպարվեցի ինտեղ։ Նա ընդհատակից դուրս եկավ այն ժամանակ, երբ գիտեր, որ իրեն չի սպառնում սահմանադրական կարգի տապալման հոդվածը եւ որ մի քիչ նստելու է եւ դուրս գա։ Բարև ձեզ, Նիկոլ Փաշինյան։ Ես դատախազության շենք ունեմ։ 2008-ի մարտի 1-ին զոհեր եղան, 10 զոհ։ Նիկոլը շատ լավ գիտի, որ դրա մեջ իր ահռելի մեղքի բաժինը կա։ Մարտի 1-ն իրոք տոն է Փաշինյանի համար։ Չլիներ մարտի 1-ը, ինքը հնարավորություն չէր ստանա քաղաքական կարիերա անելու, ողբերգությունը տարիներ շարունակ շահարկելու եւ ի վերջո վարչապետ դառնալու։ Մարտի 1-ը Նիկոլի ազդեղային ժամն է։ Տեսանք փաստացի այն ինչ էր, այն մասին էր, ինչ խոսում էր պարոն Դանիելյանը, շատերը երևի մոռացած կլինեն, որովհետև հիմա ինֆորմացիան շատ արագ է ընթանում։ Պարոն Դանիելյան, խոսում ենք այդ տեխնոլոգիաներից, հա, ինչպես առաջնորդները հիմնականում վատ նպատակներով իշխանության եկած առաջնորդները թշնամու կերպարներ ստեղծելով ներքին եւ արտաքին պահում են իրենց իշխանությունը։ Հիմա սա այդ դեպքն է, երբ որ Նիկոլ Փաշինյանը ստեղծում է թշնամիներ հասարակության ներսում, Ղարաբաղցիներ, նախկիններ, արտաքին ռուսներ, էլի կան ինչ-որ փորձենք էլի մարդիկ գտնենք եւ դա օգնում է իրեն մոբիլիզացնել ընտրազանգված եւ պահել իշխանությունը։ Բնականաբար դու պետք է թշնամի ցույց տաս եւ նաեւ որպեսզի մեծ զանգված մոբիլիզացնես, դու պետք է պարզագույն լեզվով խոսաս։ Դեռ հետաքրքիր օրինակներ կային Ֆրեյդի մոտ, Լեբոնի մոտ եւ այլն, որոնք ասում են, եթե հավաքում է մեծ զանգված, ասենք 10-20 հազար մարդ, որոնց մեջ կարող են շատ ինտելեկտուալ անձնավորություններ լինել, դու պետք է խոսես այնպիսի լեզվով, որը 13-14 տարեկան երեխան նույնիսկ հասկանալն է։ Դու պետք է ինչքան զանգվածը մեծանում է, այդ մակարդակը իջնում է։ Ու դու պետք է, ասենք, առաջերտին թշնամի ցույց տաս։ Դու պետք է անդադ կարգախոսներ ասես,
կարգախոսները կրկնես, նույն բանը մի քանի անգամ կրկնես, Նիկոլ Փաշինյանը։ ինքան Եվ այդ մեկ մարդը դու ես, եւ այդ մեկ մարդը այո, դու այո, ես, անդադ այդ 19-րդ դարի, 20-րդ դարի շատ հետաքրքիր տեխնոլոգիաներ են, որը Հիտլերներ օգտագործում, Գեբելսներ օգտագործում, Մուսոլինիներ ամենափայլունը օգտագործում եւ հայլու առաջ կադրեր կան, որ ինքը պարապում էր, հա, ժեստեր էր անում, որ զանգված առաջ խոսելու։ Եվ հանուն ճշմարտության ասենք, այս անձնավորությունը փայլուն կարողացա դա իրականացնել, այսինքն որոշակի շնորհ տաղանդ ինքը այդ առումով ունի։ Ու երբ որ ինքը պրիմիտիվացնում է, բայց զանգվածը չկա, դու արդեն հեռուստատեսության առաջ ես եւ այլն, չէ՞, այդ էներգետիկան զանգվածի պրիմիտիվ չկա, արդեն զբոյա տալի խնդիրը։ Ինչ առումով։ Զբոյա տալի մարդիկ չեն այո։ Մի բան է, երբ որ կուդեմը 100,000 է եւ էներգիա է հավաքում։ Մի բան է, որ ամեն մեկը տունը նստած, ասենք լսում է, ինքը արդեն պրիմիտիվ մակարդակից բարձրանում է։ Իսկ ինքը բարթացնել չի կարողանում։ Դրա համար ինքը փորձում է այդ հին տեխնոլոգիան օգտագործել, չի հասկանում, որ նույնը չես կարող։ Այսինքն բար Դանիելյան, այլ բան է, երբ որ ասենք մի 10,000 հոգի հավաքված ու ելույթ է ունենում ինչ որ մեկը։ Ու էներգիա կա այդ։ Էներգիա, այսինքն ես նաև վարակվում եմ իմ կողքինի էներգիայից, ընդհանուր մթնոլորտի էներգիայից։ Եվ կներես, անհատականությունը կորցնում ես։ Ես Այսինքն մեծ զանգվածում անձը իր անհատականությունը կորցնում է, դառնում է ամբողջի մաս։ Այսինքն ամբողջային գիտակցությանն ստեղծում է այդ գիտակցությունը եւ տարածում է վիրուսի նման, էլի, բայց հիմա Facebook-ով որ այդ սրտիկները, ռաբիզի տակ երկել, ապարելը, գլխարկել, չգիտեմ, փիպերտը, կուկուրուզը, պերաշկին եւ այլն, դրանք ինչի համար է։ Ինքը տեսել է, որ 18 թվականին իր ամենամոլի պաշտողները հենց այդ զանգվածներ, հա։ Այսինքն ռաբիզը լսող։ Այսինքն որոշակի ինտելեկտուալ մակարդակի մարդիկ են։ Ինքը ասել հասկացել է, որ այդ է իր զանգվածը։ Հիմա ինքը այդ զանգվածից ուզում է լեզվով խոսալ։ Ինքը այդ փիֆերտ աուտում, պերաշկի աուտում, ինքը ոչ թե հանդրությանը բարձրացնում, սոցիալական առումով, գիտակցության առումով, որտեղ եթե դու եկար իշխանության, պետք է բարձրացնես, մեխանիզմներ մտցնես, հա, հանդրությունը կրթելու, սոցիալական խնդիրները լուծել։ Ինքը դա չի արել։ Ինքը ուզում է իջնել իրանց մակարդակին, ինչ են կանել հերո չի իրականում։ Ու բայց երբ որ ինքը մտնում է մետրո եւ մենակ է մտնում կոնկրետ մարդկանց հետ, դա արդեն ամբողջ չի, կոնկրետ մարդը ինքը իրանց հետ արդեն չի կարողանում խոսալ։ Ինքը այն մակարդակում է խոսում, բայց իր դեմը արդեն անձը ամբողջ չի։ Ուտեղ իր մոտ չի աշխատում այդ իր նախկին փորձը։ Սկսում է սուտ խոսել այդ ընթացքում, ընկնում է հիստերիայի մեջ, գորգորում։ Հա, այսինքն ինքը կարող է խոսել ամբողջ հետ, ինքը կարող է ասենք 100,000-անոց հանրահավաք կառավարել, էներգիա տալ եւ այլն, բայց հենց անհատական արդեն իջնում ես ռացիոնալ, մատե ամբողջային գիտակցությունը շատ դեպքերում իրրացիոնալ է, չէ՞։ Իջնում ես ռացիոնալ մակարդակի, արդեն զբոյա տալիս, որովհետեւ դե ասենք Նիկոլը ինչ ռացիոնալ։ Հետո տեղ ուրիշ մի հարց կա, որտեղ եթե այդ օրինակները նույն Հիտլեր, Մուսոլինի եւ այլն, այդ մարդիկ ունեն որոշակի հոգեբանական տիպաժ, խառնվածք, այսինքն իրենք սիրում են ամբողջ, իրենք սիրում են, որ ամբողջ իրենց սիրում է, երբ որ գոռում են, ասենք Նիկոլ Վարչապետ կամ Նիկոլ Փրկիչ կամ չենք իրենք Հիսուսի հետ էր համեմատում, Պապ Թագավորի հետ էր համեմատում եւ ինքը մտել էր այդ բանի տակ, կադրերը կան, երբ որ ինքը նույն Իրանում էր ելույթ ունենում, Սպահանում, Թեհրանում կամ բանում, ինքը ռեալ մտել է այդ կերպարի մեջ եւ այդ մարդկանց հոգեբանական առումով իրենք միսիաներական գաղափարներ ունեն, առաքելություն են իրականացնում։ Իր ամեն մի խոսք ինքը փորձում է ցույց տալ, որ ինքը առաքյալ է, իսկ երբ որ իրան չեն հասկանում, ինքը անջղայրն է, այսինքն այդ հիմար զանգվածը չի հասկանում, որ ինքը եկել է փրկի առաքելությունն է իրականացնում եւ իրան հալածում են։ Դեռ արդեն Հիսուսի կերպարի մեջ է։ Այսինքն ինքը Հիսուսի կերպարով է Սուրբանա եկեղեցի մտել։ Այո, ինքը Հիսուսի կերպարով է մտել ու հանգարց իրեն դուրս են անում, բայց ինքը դրանից բաց չի զգում։ Այդ ժողովուրդ այնքան ցածր է, չի հասկանում, որ ինչ բան ինքը քարտեզն է չէ բերել, ինքը փրկում է, չէ, տեսեք քարտեզ են բերել, պատերազմ են կանգնել, փրկում են։ Միայն չասեք, որ ինքը դրան հավատում է։ Ես կարծում եմ, երբեմն ինքը դրան հավատում է, որովհետև այդ կերտվածքի մարդիկ, երբ որ դերի մեջ մտնում են, իրենք սկսում են հավատալ իրենց։ Դա հոգեկան լուրջ խնդիրների մասին կասկած կա։ Չէ։
մեզ հաշվում։ Պարոն Դանելյան, հասկանալի է, որ ինքը փորձում է իր զանգվածին գեր ատոմիզացնել եւ նաեւ գեր կոնսոլիդացնել, պարզապես չի ստացվում, բայց մյուս կողմից էլ մենք ասում ենք հանրային համերաշխության անհրաժեշտության մասին ենք խոսում, բայց ինչպես դու կարող ես համերաշխ լինել, ինչպես կարող ես քո նյարդերը ամուր պահել, երբ օրինակ դու գնում ես եկեղեցի աղոթելու, մեկ էլ տեսնում ես, որ այդ եկեղեցու դեմ Փաշազադեի հրահանգով հարցակում իրականացրած անձնավորությունը ներս է մտնում, այսինքն դու արդեն քո էմոցիաներն չես կարողանում կառավարել։ Հանդուրժողականությունը ինչպես ստեղծվեց։ Լավ, հանդուրժողականությունից մենք խոսանք, բայց քանի որ այդ մարդիկ իրանք նարցիստ են, իրանք ոնց որ են վամպիրների նման մարդապետ, որ էներգիան կլանեն, հա, ինքը անընդհատ այ ամբողջ համանգալի, որտեղ շատ մարդ հավաքվել եւ ուզում է մտնի մեջը։ Այդ նարցիսն է, որը այդ էներգիան ուզում է կլանի եւ երկրորդը իր մասին խոսեն։ Կարևոր չի, լավ կխոսեն, վատ կխոսեն, բայց ինքը լրահոսի կենտրոնում պետք է գտնվի։ Երբ որ լրահոսի կենտրոնում չի գտնվում, ինքը արդեն սկսում է քանդվել։ Վախենում է, որ իրեն մոռանան։ Բայց փայլուն լուծում է այդ խնդիրը։ Ուշադրության կենտրոնում գտնվելու, նաեւ ընդդիմությունն է դրան աջակցում, որոշ դեպքերում նաև մենք ստիպված խոսում ես, էլի, ստիպված հնարավոր չի չխոսել։ Շատ լավ կլինի, որ այդ ընդդիմությունը ընդհանրապես մոռանա իր մասին եւ խոսեն, մենք էլ որպես ընդդիմություն, ապագայի ծրագրերի մասին, այսինքն մարդկանց հետ արդեն լուրջ խոսակցություն տարվի, ոչ թե ինչ է եղել, այլ մենք ինչ ենք ուզում անել, որովհետև տեսեք, երբ որ մենք խոսում ենք համերաշխության մասին, երբ կարող ենք մենք այս երեքովս լինել համերաշխ, երբ որ ունենք ընդհանուր նպատակ, ապագայի նախագիծ, որը մեզ միավորում է, մենք գնում ենք այդ ուղղությամբ։ Եթե հանրությունը ժողովուրդը չի տեսնում ապագայի նախագիծ, մեզ ինչ է սպասում, հույս չունի, չկա ոգևորություն, այսինքն միավորող ոչինչ չկա, առավել ևս այս անձնավորությունը բոլոր միավորող կոդերը ծրագրավորված ոչնչացնում է։ Պատմությունը մեր ամոթալի է, այդ տարածքները մերը չեն եղել, մենք հայրենիք չունենք, պետություն է, այսինքն հայրենիք պետությունը իմիջիալ դա առանձին շատ հետաքրքիր թեմա է, այսինքն պետություն եւ հայրենիքը դա տարբեր բաներ են։ Հիմա մենք չենք տեղավորվել դրան մասին երկար խոսելու թեմա։ Եկեղեցին է որպես կառույց համաշխարհային ամբողջ հայությանը միավորում է եւ ժամանակին այդ համայնքներ եւ այն եկեղեցու միջոցով է ստեղծվել եւ մենք պետություն չունենալով չենք զուլվել, հա, որովհետեւ եկեղեցին դա կառավարման համակարգ է, կրթություն է, ինչ որ առումով գիտություն է, եկեղեցիները բանկային դեր են կատարել, մարդիկ չգիտեն, չէ՞ որ եկեղեցին սուբսիդավորել է գյուղացիներին 15-րդ դարում, 16-ում, դրա մասին ոչ ոք չի խոսում, չէ՞, չգիտի։ Այդ առևտրականները, որ կային, մուրհակներ են օգտագործում բանկում գումարը եկեղեցուն դնում են, մյուս եկեղեցուն թուղթը ցույց տալուց ստանում են, չէ՞։ Այսինքն սենց մեխանիզմներ է գործել, մարդիկ չգիտեն դրա մասին, որ եկեղեցին մի այնտեղ աղոթել եւ այլն, չէ՞, դա կազմակերպչական չէ, սոցիալական մեծ ստրուկտուրա է եղել։ Հիմա որ կա սփյուռք հասկացողություն, այդ եկեղեցի շուրջն է, չէ՞, այնտեղ հավաքվում են, ինչ որ միջոցառումներ են անում, արարողություններ եւ այլն, այսինքն ինքը այդ բոլոր կետերը ոչնչացնում է եւ տանում է, որ համերաշխ չլինեն, որովհետեւ այն ազգային արժեքները, որոնք կա, այդ արժեքներով ինքը դավաճան է, դրա համար որ ինքը դավաճան չլինի, պետք է լինի փրկիչ, պետք է այդ կետերը ոչնչացնել։ Պարոն Դանելյանը, լավ առաջարկ արեց, նոր մտածեցի, կարող մյուս հաղորդման ընդհանրապես իր մասին չխոսենք Արեգնաց, ու ներկայացնենք մեր ծրագրերը, սոցիալ-տնտեսական, անվտանգային նաեւ։ Ես կարծում եմ, որ քանի նաև մոտենում է նախընտրական շրջանը, շատ լավ հնարավորություն է այս փուլում, որպեսզի ուժերը, քաղաքական ուժերը խոսեն իրենց ծրագրերից եւ ներկայացնեն իրենց առաջարկները եւ անցյալը մեզ բաժանում է, պարակտում է ըստ էության։ Իսկ ապագան այս պարագայում կարող է միավորող լինել։ Ես քո հետ համաձայն եմ, Տերենիկ, որ մենք հետագայում շատ ավելի պետք է խոսենք մեր ծրագրերից, քան սրա ծառացներից։ Անսպառ է, որովհետեւ իր մասին խոսելը ամեն օր մի թեմա տալիս է, ամեն օր մի սկանդալ, մի մեկ միջազգային արենայը դուրս գալիս, խայտարակվում, ասում է, եթե խայտարակվել, ապա միջև վերջ հիմա Նիկոլ Փաշինյանի կրեդոն է դարել, էլի։ Գնանց այնտեղ խայտարակվեց, հիմա այստեղ բազմաթիվ ծանոթներ կան տարբեր երկրներում, եվրոպական եւ այլն։ Ուրեմն սա ինչ որ անում է,
բարձում է, այնտեղ լուսաբանում են լավ, որպես բան։ լավ լույսի ներքո են Չէ, ծաղրի, որ այսպես մի հատ կուրիոզ դեմք է։ Եվրոպայում են ծաղրում։ Դե ոնց որ մենք Թրամփից ենք ուրախանում, հա, իր ապուշություններին։ Նույնը սրան են անում, ասենք, սա մի ապուշել այնտեղ կա, հա, ասենք, ու բազմաթիվ Չէ, լուսաբանում են հերոստատեջյան, կայֆ են բռնում, հա, ասենք ասենք։ Օրինակ ես ղազախների մոտ եմ տեսել, ռուսները, հա։ Զանգում են իմ ծանոթներ, ասում են մենք սկսել ենք թաքցնել, որ հայ ենք։ Որտեւ ասում են, եթե ձեր առաջնորդն է, բա դուք ինչ եք, հա, որ ձեր դուրը գալիս ընտրել, ու սա ռեալ լուրջ խնդիր է, մարդիկ ամանչում են, ուղիղ իմաստով ամանչում են, որ իրենք հայ են։ Եվս մեկ անգամ ընդգծենք, որ հունիսի 7-ին շատ լավ հնարավորություն կա, որպեսզի մենք փոխենք այս իրավիճակը եւ այո, չամաչենք, որ մենք հայ ենք։ Եվ ունենանք այնպիսի իշխանություն, որը ներկայանալի կլինի թե մեր առաջերտին, մեր համար էլի, մեր շրջանակներում, այլ նաև համաշխարհային մակարդակում էլի, ինչքան կարելի է ամոթի մեջ ապրել։ Շնորհակալություն պարոն Դանելյան, իրոք շատ հետաքրքիր զրույց էր, շատ հետաքրքիր թեզեր ներկայացրեցիք, իսկ մենք մեր դիտողներին եւս մեկ անգամ դերենիկ չմոռանանք, ասենք, որ միանան, ինձ սրտիկեն, քեզ հավանեն։ Իսկ կարելի է ինձ էլ։ Պարոն Դանելյանի լիքը սրտիկներ։ Սրտիկներ, չէ։ Կոնկուրենտ ունեմ արդեն։ Այո։ Իմիջիալոց շատ ջերմ խոսքեր են ասում մեզ եւ արդեն թեմաներել են առաջարկում, հյուրերել են առաջարկում, մենք կփորձենք ընթառաջ գնալ մեզ դիտողների օրդերներին եւ էլ ավելի հետաքրքրացնել մեր ոդկասթները։ Ես անընդհատ ուզում եմ ասել, միացեք, որ փոխենք, դու շարունակում ես արեք։ Միացեք, որ փոխենք։ Որ փոխենք։